Սևակ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, ահա գետ իջնող հատվածները, երեխայի ընկնելն ուղղակի հնարավոր չէր։ Տեսանք դիմացի սարում 3 մեծ արծիվներ, մեզ միացել էին նաև այլ կամավորներ, զննեցինք դրոնով գագաթները, սարում կասկածելի հատվածները մոտոներով ստուգեցին։ Համագործակցել ենք փրկարարների հետ, սուզորդները ջրային կամերաներով էին ստուգում առաջին օրվանից։ Ամբողջ գյուղը ոտքի է ելել, ստուգել են տներ, դրսի զուգարաններ, աղբամաներ, անգամ կողքի գյուղացիք են միացել որոնումներին։ Աղոթենք, որ երեխան ողջ գտնվի»։ Սևակ Սողոմոնյանի գրառումը լի փաստերով, հուզմունքով ու համառությամբ հերթական անգամ լուսավորում է այն սրտացավ մթնոլորտը, որում անցնում են Տիգրանի որոնումները։ Տիգրանի ծննդյան օրն առանց Տիգրանի։ Այսօր Տիգրանը կդառնար 2 տարեկան, բայց մարմարիկում մոմերը չեն վառվում տոնական կերպով։ Այսօր մայրն աչքերում արցունքով է նայում իր սենյակին, որտեղ խաղալիքներն անշարժ են մնացել, իսկ հայրն արդեն 6-րդ օրն է խաչ է քաշել ժամանակի վրա։ Ծնողներ, հարազատներ, համագյուղացիներ բոլորը սպասում են մի լուրի, մի հուշի, մի ձայնի։ Եվ այս հողի վրա կանգնած մարդիկ, ովքեր չէին կարող չմիանալ այս հսկայական փորձությանը, անում են ամեն ինչ։ Սևակի այսօրվա գրառումը բացառիկ կարևոր է։ Նա ներկայացնում է իրական գործողություններ, գետ իջնող բոլոր ուղիների վերլուծություն, սարի գագաթների զննում դրոնով, կասկածելի կետերի ստուգում, մոտոցիկլետներով սուզորդների, ջրային կամերաների աշխատանքը։ Սա համակարգված, նպատակային և հստակ կազմակերպված որոնում է։ Նա մեկ բան պարզ է ասում՝ երեխայի ընկնելը գետն ուղղակի հնարավոր չէր։ Երեխայի պապիկն էլ ասել էր՝ երեխան հոր ռոբոտ չէր, երևի տարել են։ Մի կողմից ցասում է, մյուս կողմից սառը տրամաբանություն։ Իհարկե երեխան ռոբոտ չէր, նա չէր կարող առանց հետք թողնելու անցնել այդքան բարդ ճանապարհ, հետո անհետանալ առանց ձայնի, առանց հագուստի կտորի, առանց մեկ վկայի։ Սա վկայում է այն վարկածի օգտին, որ ինչ-որ մեկը գուցե դիտմամբ է տարել նրան։ Արդյոք հնարավոր է երեխային տարել են ավտոմեքենայով, թե ոտքով, դեռևս անհայտ է։ Բայց ոչ գետը, ոչ անտառը, ոչ կենդանին, ոչ մի այլ բնական պատճառաբանում այս պահին այլևս տրամաբանական հենարան չունի։ Սևակն ընդգծել է, որ առաջին իսկ օրից ամբողջ գյուղը ոտքի է ելել, տներ, սանհանգույցներ, աղբամաներ, նույնիսկ հարևան գյուղերը։ Սա այն դեպքն է, երբ ոչ ոք չի կանգնել մի կողմ, երբ ոչ մեկի համար սա իրենց ընտանիքի խնդիրը չէ, արտահայտությունը տեղին չի եղել։ Այսօր բոլորը Տիգրանի ընտանիքն են։ Հուսալ ու աղոթել, ավելի մեծ հավատով։ Այո, հրաշք տեղի չունեցավ այս ծննդյան օրը, բայց հավատը չպակասեց, դարձավ միայն խորհուրդ։ Այսօր մարդիկ հույսը դնում են ոստիկանական, հետախուզական լիարժեք ներգրավվածության վրա և ժողովուրդը հավատքով իր երեխայի փրկությանը։ 2 տարեկանից սկսում են արտասանել իրենց անունը, ճանաչել տառերը, խոսել աշխարհի հետ, և այդ տարիքին չպետք է անհետանան երեխաները։ Նրանք չպետք է սառնամանիքի, մենակության կամ մարդկանց անտարբերության զոհ դառնան։ Տիգրանը պետք է գտնվի, ոչ միայն որպես մի ընտանիքի փրկություն, այլ որպես ամբողջ ազգի պատասխանատվության զգացում։ Աղոթենք, ու բայց ոչ միայն աղոթենք, տարածենք ճիշտ տեղեկություն, զերծ մնանք չստուգված բամբասանքներից ու ամենակարևորը՝ շարունակենք փնտրել, որովհետև Տիգրանը ողջ է, պետք է լինի։ Մարդկանց հավատքը երբեմն ավելի մեծ ուժ ունի, քան բոլոր վարկածները միասին։ Տիգրանի ծնունդն է։ Այսօր նա դարձավ 2 տարեկան, բայց նրա տեղը դեռ դատարկ է, և մեծ հույս ունենք, որ նրա ծննդյան օրը նշելու ենք ազգովի։ Այսօր մայիսի 9 է, օր, որ պիտի նշվեր խաղալիքներով, փուչիկներով, տորթով, մոմերով, քույրիկի ծիծաղով ու ծնողների սիրով։ Այսօր Տիգրանի ծնունդն է, նա դառնում է 2 տարեկան։ Բայց հուսով ենք, որ այսօրը առանց նրա չենք նշի, և դեռ ժամանակ ունենք, որպեսզի գտնենք նրան։ Այսօր մի ամբողջ ժողովուրդ ծննդյան օրվա մաղթանքները հղում մի փոքրիկի, ում դեռ չեն գտել։ Տիգրանը չպիտի այսօր մոռացված լիներ։ Չպիտի լինի մի անուն, որը հազարավոր մարդիկ հնչեցնում են աղոթքի պես, արցունքներով ու հավատով։ Նա պիտի լիներ մամայի գրկում, իր սիրելի դիրքում, քայլեր, վազեր, ընկներ, բարձր ձայնով լացեր ու նորից ծիծաղեր։ Տիգրանը, ինչպես նշում է ընտանիքը, վազում էր, աշխույժ էր, ժիր էր, երբ ընկնում էր, այնպես էր լացում, որ բոլոր ականջները փակում էին։ Այսօր իր ծննդյան օրն է։ Նա պիտի փաթաթված լիներ մայրիկին ու ժպտար, բայց նրա համար վառված մոմերը չեն մարում,
որովհետև դեռ հույս կա։ Համայնքում, երկրում, Սփյուռքում ու ամեն անկյունում մարդիկ սպասում են հրաշքի։ Աստված, կատարիր այդ հրաշքը, վերադարձրու Տիգրանին, թող այսօրը դառնա վերածննդի օր։ Տիգրանի ծնողներն ապրում են ահավոր ցավ, նրանց սիրտը չի հանգստանում։ Նրանք քնում են ու արթնանում միայն մեկ ցանկությամբ՝ նորից տեսնել իրենց երեխային։ Վերջին 6 օրերին նրանք լսել են ամեն բան՝ սութույսեր, խաբեություններ, հնարավոր վարկածներ, բայց ոչ մի իսկական լուր։ Մարմարի գետը, որ այս օրերին դարձել է ցավի և հույսի կենտրոն, լռում է։ Նա դեռ չի տվել իր պատասխանը։ Եվ հենց այսօր, ծննդյան օրը, ծնողները մի բան են ուզում՝ տեսնել Տիգրանին ողջ-առողջ, ինչպես միշտ, վազող ու ժպտացող։ Առավոտյան փրկարարները նորից կսկսեն իրենց աշխատանքը։ Այսօր նրանք կորոնեն էլ ավելի նոր ուժով։ Այսօր ոչ որպես հերթական օր, այլ որպես ծննդյան օր, որպես նոր կյանքի հույսի օր։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գրում են. «Տիգրան ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ սպասում ենք։ Աստված թող պահպանի քեզ ու վերադարձնի ընտանիքիդ գիրկը։ Այսօր միայն մեկ բան եմ ուզում՝ դու հայտնվես, և սա դառնա ոչ թե ամենածանր օրն, այլ ամենաերջանիկը։ Թող մայիսի 9-ը հիշվի որպես հրաշքի օր, թող ամեն քար, ամեն թուփ, ամեն ձայն այսօր օգնեն Տիգրանին գտնելու։ Եվ եթե դեռ մի բան կա անելու, դա հավատքն է, որ Տիգրանը կվերադառնա, ու մենք կտեսնենք նրա ժպիտը ոչ թե լուսանկարում, այլ իրական կյանքում։ Նշենք, որ միևնույն ժամանակ խորհրդանշական որոշում է կայացվել Մեղրաձոր համայնքում։ Տիգրանի անհետացման պատմությունը դուրս է եկել համայնքային ողբերգության սահմաններից, դառնալով համազգային ցավ։ Այս առնչությամբ համայնքը հրապարակել է հետևյալ հայտարարությունը. «Հարգելի բնակիչներ, հարգելով վերջին օրերին համայնքում տեղի ունեցածը Մարմարի գյուղի մեր փոքրիկ Տիգրանի անհետացումը, մայիսի 8-ին Մեղրաձոր բնակավայրում նախատեսված հուշ երեկո խորագրով միջոցառումը,